Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, Վանթոք Հալիքի եթերում Real Talk podcast-ն է։ Իմ հյուրն է արձակագիր Հայկ Հովյանը։ Բարև ձեզ Հայկ ջան, շնորհակալություն հրավերս ընդունելու համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Ես միշտ հետևում եմ Facebook-ում ձեր գրառումներին եւ բավական իհարկե այդտեղ դիսկուսիաների տեղիք է լինում, բավական հաճախ հանդիպում են նաեւ մեկնաբանություններում եւ որն է ժողովրդի հիմնական մեղադրանքը, այսպես ասած, կամ հետագայում, հա, որ իրենք անդրադառնում են ձեզ, դա այն է, որ դուք եւ ձեր նման մտածող մարդիկ, ձեր նպատակն է այսպես կոչված, որ դու ցանկանում եք դուրս մղել Ռուսաստանին, որպեսզի Ռուսաստանի փոխարեն տարածաշրջան բերեք Թուրքիային։ Այնց հետաքրքիր է, սա ինչքանով է իրականությանը համապատասխանում եւ դուք ինքներդ ունեք նման նպատակ։ Այ իմ նման մարդիկ ասելով ինչ այսինքն նկատի ունեմ բլոգերների այդ շերտը եւ այլն քաղաքական գործիչների, ովքեր այդ տեսակ մտածելակերպ ունեն, ինչպեսին որ դուք։ Ես անկեղծ ասած երբեք տենց ինձ չեմ դիտարկել այդ խմբի մի մաս, որն ուզում է ինչ-որ մեկին հանի, ինչ-որ մեկին բերի, ես ավելի տենց հավասարակշռված ու բալանսավորված քաղաքականության այդ գաղափարախոսության կրողն եմ, այսինքն ոչ թե ինչ-որ մեկի գերակայություն տարածաշրջանում կամ մեր երկրում, այլ դիվերսիֆիկացիա այդ ուժերի, որոնց շնորհիվ հնարավոր կլինի ինչ-որ կերպ բալանսավորել այդ ազդեցությունը եւ դրա շնորհիվ ինչ-որ դիվիդենտներ ստանալ, որովհետև երբ որ ամբողջ այդ քաղաքական բալանսը, տնտեսական բալանսը, այդ հարաբերությունները թեքված է լինում մի գերտերության կողմ, դա ինչ-որ պահի հանգեցնում է նրան, որ քո ստանալիքները սկսում են պակասել, որտեվ դու այլևս գնալու տեղ չունես, քեզ շատ բան չեն առաջարկում դրա համար, որպեսզի դու լավ առաջարկներ ստանաս, ոնց որ սովորական կյանքում է, եթե դու ընդամենը մի բիզնես ունես, որը կախված է մի գործատուից, մի հաճախորդից, բնականաբար այդ կախվածությունը ինչ որ ժամանակ հետո սկսում է ազդել նաև քո բիզնեսի վրա, եթե դու դա դիվերսիֆիկացնում ես, քեզ ինչ որ մանևրի հնարավորություն է տալիս։ Իմ քաղաքական աշխարհայացքը այս կոնտեքստի մեջ է, այլ ոչ թե որ այ Ռուսաստանին պետք է հանել կամ տեղը Թուրքիա բերել, բայց ինչու՞մն է հարցը, քանի որ պատմականորեն այնպես է ձևավորվել, որ մեր քաղաքական կյանքում Ռուսաստանի գերիշխանությունը շատ մեծ է, հա, ինչ որ ժամանակ ուծը կարող 90% էր, հասել բոլոր ոլորտները նկատի ունեմ, թե տնտեսական, թե քաղաքական, անվտանգային, հա, առավել եւս անվտանգային, պետքա ինչ որ չափով իջեցնել այդ կախվածությունը, այո, ինչ որ չափ պետք է իջեցնել այդ կախվածությունը։ Հիմա բնականաբար Ռուսաստանը դա թշնամանք է սովորաբար անցալում, որովհետեւ Իրան չի բավարարում այդ քիչը, Իրան ամբողջն է բավարարում։ Հիմա այդ իջեցնելու process-ը որակվում է թշնամանք եւ մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվում, թե այս process-ը պետք է հանգեցնի, որ Ռուսաստանը զրո ազդեցություն ունենա այստեղ, բայց դա հնարավոր բան չի, որովհետեւ այդ կարգի, այդ ծանրության գերտերության արկայությունը տարածաշրջանի հարևանությամբ անհնար բան է, որ ազդեցություն չունենա, դա հնարավոր չի իջացնել։ Բայց մեծ ձեռնտու է, որ այդ ազդեցությունը մինիմալիզացվի, արի, ես սենց ձևակերպեմ հարցը։ Ոչ թե մինիմալիզացվի, այլ բալանսի գա մնացած գերտերությունների հետ հարաբերությունում։ Գերտերությունների ոչ թե միայն Թուրքիայի, այսինքն ֆիքսենք, որ այն շրջանակներ, ովքեր որ ասում են նպատակն է անպայման Թուրքիային բերել, ձեր նպատակը Թուրքիա բերել չի, այլ բազմազանեցնել։ Ես առասարակ չեմ հասկանում Թուրքիա բերել ասելով մենք ինչ ենք հասկանում, հա։ Այսինքն թուրքական կապիտալը մուտք գործի, չգիտեմ, այստեղ Թուրքիան ներկայություն ունենա գետնի վրա, on the ground, ինչպես ասում են։ Այսինքն ինչ ներկայություն ունենա, ռազմաբազա ունենա, թե քաղաքական կուսակցություն ունենա, ինչ ձև ենք մենք դա պատկերացնում։ Մենք թուրքական բանը soft power-ը գիտենք, չէ՞, ինչպես է աշխատում, այսօր կարելի է ուսումնասիրել այդ նախկին Հարավսլավիայի երկրները, նույն Հյուսիսային Մակեդոնիայում, Բոսնիա-Հերցեգովինայում եւ այդ ազդեցությունը կա տեղեկատվական դաշտից սկսած մինչեւ տնտեսական կապիտալ եւ այլն։ Գուցե այդպիսի ազդեցության մասին է խոսքը հենց այդ շրջանակների կողմից։ Ես առհասարակ տենց այդ թուրքական ազդեցության այդ հնարավորությունը, հա, ինչպես որ մենք ենք պատկերացնում կամ դեմոնիզացնում ավելի շուտ, sense ասեմ։ Այդ դրա հավանականությունը անկեղծ ասած, ես չեմ տեսնում այստեղ, որտեվ այդ մշակութային բազան կամ հանրության մեջ այդպիսի բազա չկա։
խնդիր ես չեմ տեսնում, այդտեղ որ այ անպայման դա Թուրքիայով է լցվելու կամ այստեղ բալանսավորման մասին է խոսքը գնում։ Ու դա միջելուց մենակ մեզ չի վերաբերվում։ Մեր հարևաններն էլ են այս աշխարհակաղակական ճոճի մեջ այդ նույն սկզբունքի վրա փորձեն բալանսավորեն իրար այդ հակամարտող այդ բևեռները։ Չես կարա ինչ որ մեկի կողմը բռնես։ Եթե դու 90 կամ 100%-ով մնում ես ռուսական ազատության տակ, դա ըստեյության նշանակում է դու այդ մեծ հակամարտությունում կողմ ես բռնում։ Դա բնականաբար վտանգներով է, հա, լիքը։ Հիմա հայ-թուրքական հարաբերությունների հանգուցալուծում արդյոք պետք է սահմանի բացումը ցես եւ ռիսկերը այդ սահմանի բացումից հետո կառավարելի են թե ոչ։ Հանգուցալուծում ասելով ինչ ենք ասում, ինչ որ վերջնակետի ենք հասնում մենք, հա։ Այս պահի դրությամբ, այո, որտեվ գիտենք, process-ը տեղի ունենում, բարբերաբար այդ Ռուբինյան քլեչ հանդիպումներ եւ այլն, շատ չեմ ուզում այդ դաշտը մտեմ, ուղղակի ձեր պատկերացած հայ-թուրքական հարաբերությունների մոդելը, սահմանները բաց են, կոմունիկացիաները, հաղորդակցության ուղիները բաց են լինում, հա, ինչպես եք էլ։ Ես անկեղծ ասած դա իմ մտքի մեջ է, որ վիզուալիզացնում եմ, որ ինչ որ քայլերի կամ երկարատև ինչ որ process-ների հետևանքով, հա, կարող գնանք հասնենք ինչ որ միտեղ։ Առայժմ տեսնում եմ այն ճանապարհով, ոնց հիմա օրինակ Թուրքիա եւ Հունաստան հարաբերություններն է։ Հա, կա մրցակցություն, կա հակամարտություն, կա ինչ որ լարվածություն, բայց դա չի աճում ու դառնում ինչ որ էսկալացիա, սահմանները բաց են, դու կարող ես մեքենայով ստեղից նստել եւ գնալ Ստամբուլով, անցնել Հունաստան եւ շարունակել ու գնալ։ Իմ պատկերացմամբ, իմ վիզուալիզացիան պատկերացնում եմ, դեռ մինչև այդտեղ ասենց ասած։ Իսկն ես կարծում եմ հնարավորություն կա հասնել այդտեղ, որ կամ մենք մեքենան նստենք մարգարան անցնենք գնանք, կամ չգիտեմ ինչ որ Վրաստանի քաղաքացի կամ Ադրբեջանի քաղաքացի կարողանա մեր Հայաստանի տարածքով անցնել ու գնալ Թուրքիա։ Ինձ թվում է այս պատմական իրականության մեջ, որտեղ հիմա մենք ապրում ենք, դա երևի այս պահին ամենահավանական հասնելու տեղն է։ Դրանից այն կողմ, չգիտեմ, ես անձամբ չեմ տեսնում այդ հավանականությունը դրանից այն կողմ անցնելու ինչ որ շատ ավելի մերձ հարաբերությունների կան, բայց Թուրքիայի Էրդողանական Թուրքիան, որը գիտենք ավելի ագրեսիվ է, այսինքն այնտեղ կան ուժեր նույն ընդդիմության շրջանակներում ավելի արևմտամետ, դրանց հետ կարելի է երկխոսել։ Դեռ այդտեղ հասնելն էլ ինչ որ ժամանակ տեղող process է, հա, գնում։ Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ հարաբերություններին, երևի թե այս պահին հնարավոր տարբերակ է հասնել Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, հա։ Սահմանը գծված է, սահմանը կա, հստակ է, այսպես ասած, դենց ժարգոնում ասած կոլերը դրած է, հա, ցցերը տնկած է, սահմանապահները կանգնած են։ Սովետական բանը չէ։ Չենք անցնում այս պահին, սա բան չկա, հա, անցակետ չկա, բայց կարող ենք օրինակ Վրաստանով շրջանցել, մտնել Թուրքիա, գնալ Վան, նավակ քշել, հա, վանատառեղ ուտել ու հետ գալ ու մեզ ոչինչ չի պատահում։ Ադրբեջանի մասով էլ երևի ինչ որ պահի հնարավոր կլինի հասնել հարաբերությունների այդ մակարդակին։ Եվ ուզում եմ խոսել նաև հետաքրքիր երբ բան հիշեցիք, վերջերս ես ուսումնասիրում եի այսպես իմ Edge-ում 21 թվականի գրառումները, ձեր ասած լուծումները հնարավոր են իհարկե, բայց նույն Հունաստան-Թուրքիա հարաբերությունները ինձ համար շատ ընդունելի է, առանց դաշնակիցների չէր լինի։ Օրինակ ես հիշում եմ, որ 20 թվականին կհիշեք, որ երբ խոսում էր Էրդողանը Էնվեր Փաշայի հոգու փառավորվելու մասին, այլ Հունաստանի հետ հարաբերությունները բավական լարվել էին։ Իհարկե դա Էրդողանից եկող բան է, այսինքն ինքնիր ֆիգուրն է աշխարհակալ հավակնություններով եւ այլն մեծապետության բան է զգում իրեն հա 17-րդ դարում է միշտ զգում, բայց երբ եկան վարչակազմի փոփոխություն տեղի ունեցավ Միացյալ Նահանգներում եւ Բայդենի վարչակազմը փոխարինեց Թրամփի վարչակազմին, շատ ակտիվ սկսեցին զինել Ուկրաինային, այսինքն եւ օդուժը, հա, ավիացիան եւ ցամաքային զորքերի եւ բան զինամթերքի եւ այն սպառազինությունների մոտակարարումը, որ գնում էր, եւ զորավարժություններ սկսեցին անել, այսինքն այդ բալանսը իրենք շատ արագ կարողացան այդպես համատեղել, որ գնա։ Հիմա մեր նման փոքր երկիրը առավել եւս, եթե Հունաստանը 10 միլիոնանոց Հունաստանն ընդդեմ 90 միլիոնանոց Թուրքիա, մեր մոտ եթե հայ-թուրքական հարաբերությունների մոդելը էլի էս վիճակի մեջ ենք պատկերացնում, հա, ոնց որ այդ кейսն է դարձյալ առանց դաշնակիցներին, ոչ էլ նույնիսկ մեկ դաշնակցի ապավինելու հնարավոր է։ Դաշնակիցների մասով այստեղ շատ կարևոր է դաշնակից ինչ հարցում։ Մեզ միշտ թվում է, թե մենք երբ որ դաշնակից ենք ասում, այն նկատի ունենք հովանավոր, հա, որը մեր տենց
բոլոր կապրիզները, մեր բոլոր ցանկությունները, մեր բոլոր իղձերը տենց հայրիկի պես հովանավորում։ Մեկի մասին չեմ խոսում էլի, այստեղ գործընկերների դաշնակիցների նույնիսկ մի քանիսի հարցնել չի։ Այստեղ կարող է ինչ հարցում դաշնակից, որովհետև որևէ հարցում մենք կարանք X պետությանը դաշնակցենք, ուրիշ մի հարցում ունենանք մրցակցություն այդ նույն պետության հետ։ Ասենք նույն Թուրքիա ու Ադրբեջան հարաբերությունները, որ նայում ենք, իրանք թվում է թե ամենամերձ դաշնակիցներն են, բայց օրինակ Իսրայելի հարցում իրանք իրար դաշնակից չեն։ Եվ այդպես բոլոր երկրների դեպքում կարելի է տեսնել, որ որևէ հարցում իրանք դաշնակցում են սրա հետ, այս մի հարցում չեն դաշնակցում, այն մի հարցում դաշնակցում են, այն մի հարցում չէ։ Օրինակ մեր դեպքը, հա, վերցնենք Ադրբեջանի հետ հակամարտություն ունենալու հարցում գուցեև մենք դաշնակից չունենք։ Դե հենց այդ մասն էլ է, դա այդ մրցակցային մոդելը պահելու հարցում ունենանք դաշնակիցներ, ովքեր պատրաստ են օժանդակել Հայաստանին, էլի, որպեսզի բալանսը այնպես չխախտվի, որ Հայաստանը ակնհայտ է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցում դաշնակցի այդ հարցի վերաբերյալ դաշնակցություն կա Արևմուտքի կողմից, Միացյալ Նահանգների կողմից, Եվրամիության կողմից։ Ինձ թվում է այս պահին Ռուսաստանի կողմից այդ դա չկա, որովհետև իրանց համար կոնֆլիկտ լինելու գործոնը, հա, շատ կարևոր է։ Այսինքն այս տարածաշրջանում կյանքն այդպես ցույց տվեց, դա միայն այսպես ասած թեորիայի մակարդակով չմնաց, այլ պրակտիկայով ցույց է տրվում, ինչքան կոնֆլիկտը մտնում է սառը փուլ, ինչքան հանգուցալուծման է դեպի գնում, ինքան Ռուսաստանի լծակները տարածաշրջանի երկրների վրա պակասում է։ Դա պիտի հուշի, որ ինքը բնականաբար իր շահերից ելնելով պիտի ցանկանա, որպես իր լծակներն ավելի ամուր եւ ուժեղ լինեն, իսկ դա երևի թե հնարավոր է միայն կոնֆլիկտի միջոցով։ Դրա համար տրամաբանությունը հուշում է, որ կոնֆլիկտի լուծում որպես այդպեսին իրանց ձեռնտու չպետք է որ լինի։ Տրամաբանական դաշտում, հա։ Թե հիմա դա պրակտիկայում ոնց է արդեն դրսևորվում, ինձ թվում է երևում է, էլի։ Եվ ընդհանուր Միացյալ Արևմուտքի դերակատարության մասին շատ ճիշտ բերեցիք, հասցրեցիք այս կետին Հայկ ջան, ես ուզում եմ հասկանալ, եւ կան շրջանակներ, փորձագետներ, վերլուծաբաններ, որոնք այդ տեսակետն են առաջ մղում, շատ ակտիվ, այսինքն լեյտմոտիվ է, այսպես իրենց մոտ ասում են Արցախը, հիշում եք, հանձնվեց Պրահայում հոկտեմբերի 6-ին Արևմուտքի միջնորդությամբ, այսինքն Ֆրանսիան էր, Եվրոպական միությունն էր, եւ դուք այսօր ցանկանում եք հայ-թուրքական հարաբերությունների կամ հայ-ադրբեջանական հարաբերությունների համար որպես միջնորդ օգտագործել Միացյալ Նահանգների դերակատարությունը, եվրոպական երկրների, եթե լինում են առաջարկներ, ինչու ենք մենք իրենց հակված գնալ դեպի արևմուտք միջնորդական այսպես պլատֆորմների եւ այլն։ Գիտես, իրականությունը այն է, որ Արցախը կորսվել է 20 թվականին։ Պատերազմ պարտվելով մենք Մեր չկարել պահելու, այսինքն 23-ը գալու էր, 20-ին հաջող։ Մեր ազդեցությունը, այսինքն որպես Արցախի անվտանգության հովանավոր, հա, մենք կորցրեցինք այդ ստատուսը, ասենց ասած։ Այսինքն մենք պարտվեցինք եւ այլևս չենք կարող ապահովել Արցախի անվտանգությունը։ Արցախի անվտանգության հարցը արտապատվիրակվեց երրորդ կողմին, Ռուսաստանին, այո։ Հետագա իրա թե ինչի էլ չմտնենք այդ դաշտ, թե ինչի համար դա եղավ, իրա շահը որն էր, մյուսների շահը որն էր։ Մենք այլընտրանքներ թե ոչ, եւ այլն չունենք, էդի շատ մեծ մի հատ ուրիշ հարց է, առանցին ոդքասթ է։ Բայց այն որ 20 թվի պատերազմի արդյունքում մենք պարտվեցինք եւ կորցրեցինք այդ մենաշնորը Արցախի անվտանգության գարանտը լինելու, դա փաստ է։ Հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ այդ երտերությունը, որ ստանձնել էր այդ դերը անվտանգությունը պահելու, ինքը ինչ որ պայից սկսած չկարողացավ, չուզեց, ըստ էության այդ երկուսը նույն բանն է, հա։ Արդյունքը նույնն է։ Չկարողացավ թե չուզեց, բայց եկանք մենք հասանք մի կետի, որ Ռուսաստանը ինքը այդ անվտանգության հարցը թողեց մի կողմ։ Ու եղան են հետևանքները, որը որ եղան։ Այսինքն եթե մենք Պրահայում չենք ճանաչում Արցախը Ադրբեջանի կազմում, դառնում էր, որ արդեն Հայաստանն էինք հարվածի տակ դնում, որտեղ պիտի հիշենք դա նախորդեց ինչին։ Դա նախորդեց այդ ջերմուկի դեպքերին 22 թվականին, բայց դրանից առաջ էլ էին էլի դեպքեր եղել։
Էսել է էլի հետաքրքիր, դրանից առաջ էլի դեպքերի շղթա էր եղել, որ մենք անընդհատ ինչ որ հարվածներ էինք ստանում, թե Արցախում, թե Հայաստանի սահմանը, այդ նույն Գորիս-Կապան ճանապարհը եւ այլն եւ այլն։ Այսինքն այդ process-ը ընթացքի մեջ էր արդեն։ 22 թվին պարզապես շատ մեծ հարված եղավ, որը մեզ կանգնացրեց փաստի առաջ։ Հիմա մենք ինչ ենք անում, կամ մտնում ենք Ադրբեջանի հետ տաք ֆազայի մեջ պատերազմի, անկանխատեսելի հետևանքներով, կամ ճանաչում ենք այդ Պրահայում Արցախը Ադրբեջանի կազմում։ Այսինքն հասկանանք, որ մենք պարտված էինք այդ ժամանակ, այսինքն գետնի վրա այդ Արցախի կորուստը արդեն եղել էր։ Այսինքն դրա պատասխանատուն, այսել Արստան պատասխանեք, որը ավելի շատ ոչ թե արևմուտքի վրա եք տեսնում դրա պատասխանատվությունը, այլ Ռուսաստանի, որովհետև նա էր ստանձնել Արցախի խաղաղության պահպանման այսպես երաշխավորություն եւ անվտանգության։ Արցախի կորուստի, հա։ Այո։ Այսինքն ֆիքսվել գետնի վրա, որ ասում եք ֆիքսված էր, Հայաստանը արտապատվիրակել էր, չէ՞ այդ արտահայտությունը օգտագործեցիք Չէ, մեղավորը ըստ էության մենք էինք, որ բանը հասցրեցինք պատերազմի ու պարտության։ Այն մեղավորը մենք էինք։ Այսինքն մենք 30 քանի տարի աստիճանաբար եկել հասել ենք մի հատ կետի, երբ որ այդ պարտությունը անխուսափելի դարավ։ Հա հիմա կարանք ասենք, բա 19 թվին այս թուղթը ճանաչենք այն թուղթը, բայց Ադրբեջանը համաձայն էր դրան։ Մենք տես մեզ ինչ որ բան ենք ստեղծել մեր համար, որ այդ որոշում կայացնելը մեզնից էր կախված, մի հատ տենց հրաշալի ու հիանալի լուծում գոյություն ուներ։ Մեզնից մի հատ հայ էր պակասում, բայց լավ Ադրբեջանը չէր հասկանում, որ դա հրաշալի եւ հիանալի լուծում է։ Այսինքն գտնվել էր մի հատ տարբերակ, որով Արցախը տենց հավերժ կամ տեսանելի ապագայում լինելու էր միայն հայկական, մենք դա հասկանում ենք, տենց շուստրիաբար, բայց այ Ադրբեջանը չէր հասկանում։ Նա էլ էր չէր հասկանում, որ եթե մենք տես ներկայացնում ենք, որ դա մի հատ լուծում էր, որը Արցախը հավերժ հայկական էր, այսինքն Ադրբեջանի վերահսկողությունից դուրս էր պայելու, sense ձևակերպենք, այդ նույն բանը հասկանում էր Ադրբեջանը։ Բայց դրա համար էլ չէր համաձայնվում։ Դրա համար Լավրովյան պլաներ գծում։ Դրա համար էլ ամեն անգամ նույն Սերժ Սարգսյանն էլ չէ խոստովանել, որ ամեն հանդիպման ինքը իր պահանջներն ավելացնում էր։ Այդ պահանջները ինչի զուգահեռ էր ինքը ավելացնում։ Իր ռեսուրսներին ավելացնելուն։ Այսինքն ինքը ամեն մի հաջորդ հանդիպմանը կատարած էր լինում քայլեր ու կուտակած էր լինում ռեսուրսներ, որը իր պոզիցիան ավելի ուժեղ էր դարձնում։ Հիմա մենք ինչի վրա ենք հենվում, երբ որ կարծում ենք թե 2019-ին կամ 2020-ին պիտի Ալիևը համաձայնվեր մի տարբերակի այդքան ուժ ու ռեսուրս կուտակելով, որը Արցախը հավերժ իր վերահսկողությունից դուրս էր դնելու։ Չպետք է համաձայնվեր։ Ճիշտ եք ասում, բայց նույնիսկ հիմա գետնի վրա մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը հիմա էլ համաձայն չի, այսինքն նույն այդ խաղաղության պայմանագիրը չի ստորագրվել, ընդհանրապես նախաստորագրվել է, չգիտենք էլ երբ կստորագրվի, ինչ ձևով կստորագրվի, կարող է էլի նախապայմաններ նոր դնել, կարող է էլի հրաժարվել նոր պահանջներ, այսինքն Ադրբեջանի դեպքում մենք չունենք այդ վստահություն։ Դե ամեն ինչ էլ հնարավոր է, ու դա կախված է աշխարհում տեղի ունեցող իրավիճակից, հա, հիմա որ վաղը եթե տենց ինչ որ մի բան վերցնենք, հա, թեորիա վերցնենք, որ վաղը առավոտ ելնենք, տեսնենք ՆԱՏՕ-ն ու Ռուսաստանն իրար են հարվածել, Չինաստանն էլ այն կողմից է խառնվել, Իրանը էս մյուս կողմից, ու ինչ որ երրորդ համաշխարհայինի մեջ ենք մտել, պարզ չի որ այդ ամեն ինչը դա իհարկե կարելի է, բայց այս պահին ոչ ՆԱՏՕ-ն է, տենց Ռուսաստանի հետ անմիջական բախման մեջ, ոչ, բայց Ադրբեջանը հրաժարվում է ստորագրի պայմանագիրը։ Հիմա նախապայմաններ ունի ինքը, ասում է, այս սա պետք է կատարվի։ Հիմա մենք ինչ Հայաստանը պիտի կատարի, ըստ Եթե մենք ուզում ենք, որպեսզի այդ հարաբերությունները կարգավորվեն, պիտի դրան գնանք։ Շատ լավ, Ռուսաստանի հետ հարաբերություններից խոսենք, վերանայումը, հա, այսպես արդյոք ռեստարտի կարիք կա, վերանայման կարիք կա, ինչ մոդել պիտի լինի հայ-ռուսական հարաբերությունների եւ առհասարակ պետքա դենոնսացվի գործող պայմանագրային դաշտը, որովհետեւ մենք շատ հաճախականատես եղանք, որ դրանք ընդհանրապես թղթեր են, այսինքն հողի վրա դրանք չաշխատեցին։ Բայց բանն նա, որ այդ պայմանագրից հրաժարումը ավելի մեծ ռիսկ էր կարա մեր համար ծանի։ Գուցե իրանք չեն աշխատում, բայց իրանցից հրաժարվելը կարա ռիսկեր ծնի։ Հիմա մենք մեր գործողությունն ինչ է, մենք պետք է մեր ռիսկերը մինիմալիզացնենք։ Եթե այդ պայմանագրերից հրաժարումը նոր ռիսկեր է մեր վրա ավելացնելու, ինչի համար ենք դա անում։ Շատ լավ եւ այստեղ շատ խոսում են որ շատ կներես, իսկ ինչ վերաբերում է այդ հարաբերությունների վերաֆորմատավորմանը եւ այլն, հարցը նրա մեջ է, որ Ռուսաստանը հիմա մի այնց ընթացքի մեջ է, որ անընդհատ
իր մոտ փոփոխություններ ա լինում շահերի։ Մենք բնականաբար ստիպված պիտի լինենք այդ շահերը հաշվի առնենք, հարմարվենք, ճկունություն ցուցաբերենք, բայց ինքը նենց մի հատ խաղի մեջ ա մտել, որ ես շահերը անընդհատ փոխվում են։ Սա մենք պետք է անընդհատ հաշվի առնենք։ Գիտեք, այդ շահերի հետաքրքիր բան եք ասում, բայց վաղը ենթադրենք, եթե Ռուսաստանի շահերից բխում է, ասենք հայ տղաներին տանել Դոնբասում, չգիտեմ, բանան զոհվելու էլի, մենք պետքա դրան էլ համաձայնվենք, այսինքն հարմարվենք, այսպես իրենց վիճակի մեջ հաշվի այստեղ հետաքրքիր բան ասացիք։ Շահ հաշվի առնելը դա չի նշանակում համաձայնվել։ Այ դու իմանալով հանդերձ նախորոք, որ կարող է այդպիսի ռիսկեր լինեն, պիտի փորձես սկսես քեզ ապահովագրվել այ հավանական հնարավոր այդպիսի ռիսկերից։ Եթե դու տեսնում ես, որ այդ երկիրը արդեն տոքսիկ պետություն է, էլի։ Տենց պարտված խաղամոլի պես ամեն ինչ ստավկաները, հա, սենց ասած դնում, պարզա չէ որ պետք չի քո բոլոր խաղաքարտերը տանես տաս իրա ձեռը, ասես դե իմ փոխարեն խաղա հույս ունենալով որ լավ կլինի։ Ինչը որ մեր մոտ այդ ընթացքով էր գնում։ Ինչ որ պայ ասում ես չէ, կլինի ես իմ խաղա, իշքան է թող նեղանա, տշնամանա, բայց ասում ես չէ, ես իմ խաղաքարտերը պահեմ իմ ձեռքում պահեմ։ Այ այդ շահերն ու ռիսկերը հաշվի առնելը դա է նշանակում։ Բնականաբար ինքը կուզի որ վաղը տանի բոլորին Դոնբասում կոտորի։ Հիմա քո անելիքը ի՞նչն է, այդ դրանից ապահովագրվելը։ Այս պայմանագրային դաշտով որ մենք ունենք Ռուսաստանը դա մեզ ապահովագրում է, հաշվի առնելով այդ անսահման լծակները նաև որ Ռուսաստանը ունի Հայաստանի վրա, էլի։ Ինչպես կարող են տնտեսությունը պայթեցնել, Սփյուռքում ունեն, գիտենք, շատ մեծ, այստեղ էլ ունեն գործակալական ցանց, հա, Սփյուռքի վրա ազդեցությունը խոսեցինք, տեղեկատվական դաշտում ունեն անսահման գործիքներ։ Դե պիտի փորձել նվազեցնել գործընթացը կամ քայլերը դրան պիտի միտված լինի, ոչ թե թշնամություն անել, պարզապես թշնամություն անելու համար, հա, ինձ դուր չի գալի Ռուսաստանը, դա ասես քաղաքական կատեգորիա չի, հա, դուր գալը։ Կա Ռուսաստան, որը շատ վտանգավոր, շատ մեծ, շատ ուժեղ ազդեցություն ունեցող երկիր է, բայց մենք պիտի փորձենք մեզ ապահովագրենք իր շահերի փոփոխությունից։ Դա շատ կարևոր է։ Շնորհակալություն եւ այսպեսի մի տեսակետ էլ կա կոնկրետ Պուտինի հետ կապված, հա, ասում եմ, քանի որ խոսում են այսպես շատ քաղաքագետներ էլ, որ նպատակն է Հայաստանը ապակայունացված պահել, գիտենք տարբեր ժամանակաժամանակ ինչ որ շարժումներ են լինում, չէ, երկրում եւ այլն, այ խոսում են, ասում են Պուտինը բան ու գործ չունի, ամբողջ օրը մտածում է Հայաստանը ապակայունացնելու մասին, ես իհարկե իմ անձնական համոզումը կասեմ, դուք էլ վստահ եմ ձերը կշարադրեք, դա այն է, որ իհարկե Պուտինը մենք Չէ, այդպես չեմ կարծում, որ բանուգործ ունի բանուգործ եւ կոնկրետ այսօր Ուկրաինայում ցեղասպանություն կատարելն է, դա խոսքը դա չի, հա։ Դա ունի, իր զբաղմունքը կա, բայց արդյոք ինքը չունի իր թիմակիցները, այսինքն թիմ կոնկրետ, հա, Հայաստանից գործով զբաղվող, գիտենք այդ Կիրիենկոները եւ այլն, այսինքն այս հարցի նկատմամբ ձեր վերաբերմունքը ո՞րն է Պուտինի բանուգործի։ Դու ինչի՞ միակ Պուտինը, բոլորն էլ կուզենան ապակայունացնեն։ Տենց աշխարհում երկիր չկա, որ չուզենա մի ուրիշ երկիր գցի իր ազդեցություն տակ ազդեցության։ Ինքը թելադրի, չգիտեմ, մակում կամ ինչ որ մի ուրիշ հարթակում ընտրություններին, ինքը ուղղորդի ասի, այ սենցա պետք ընտրել, այն հենցա պետք ընտրել, սա կարելի է անել, սա չի կարելի, բոլորն է կուզեն։ Մենք չենք հիշում ուղղակի կներեք, նման նախադեպեր չկան, որ Հայաստանի վրա այդպես, եւ նրանց մոդելն էլ պետությունների այնպես է, եւ քաղաքակրթական բանով էլ չեմ խոսում, էլի, որ օրինակարևմտյան պետությունները այդպես չեն ստրկացնում, հա, եւ այնտեղ եթե աշխատում է ինտեգրացիոն մոդելը, ապա Ռուսաստանի պետությունը այդ լրիվ իմպերիալիստական, հա, իմպերիա է սա զենտասական։ Դե չենք հիշում, որովհետեւ այդ կարգի ազատություն չեն ունեցել մեր վրա, որ կարողանան իսկ որ լծակները Իսրայելի վրա այդպես Իսրայելին ճնշում են, ասենք արևմուտքում ու ասում են մեր նման պետքա քվեարկես մեր հետ, հա։ Դե օրինակ Հունգարիային են կարողանում ճնշել, ինչ որ բայց Հունգարիան էլ իր բաներն է ստանում այդտեղից եկեք։ Բան չասեցի, չէ, իմ ասածը ոչ թե ինչ որ դեմոնիզացնել է սրան կամ նրան, այլ ասածը սենա որ եթե լծակներ է լինում շատ մեծ ծավալի, դա անպայմանորեն բերում է որոշակի կախվածության։ Մենք այդ կախվածությունը չենք ունեցել, դա չենք տեսել։ Բոլոր մեծ տերություններն էլ փորձում են այդ լծակներն ունենան, այդ լծակներն օգտագործելու են։ Դրա հետ պետք է հաշվի նստել։ Էս էլ է էլի հետաքրքիր բան, որ ոչ թե մենք պետք է փորձենք վատ գործատուից կամ վատ հովանավորից վազենք լավ հովանավորի մոտ։ Դա լավ հովանավոր կամ բան չի լինում։ Դու պետք է այնպես բալանսավորես ու շատ լծակներ չտաս մի մենաշնոր ունեցողի, որ դրա հետևանքով դու չկրես այդ ռիսկերը իրա փոխարեն, էսա։ Շատ լավ։ Իշխանության 3 մեծագույն սխալները վարանք են եղել։ Երբանից սկսած հաշված։
Թվականը ասեք։ Կարող եք 21-ից ասել, կարող եք 18-ից ասել։ Խնդրեմ։ Դեստեյության այն սխալները ինչ որ իրանք են խոստովանում։ Իրանց սխալները հենց նույն իշխանությունն են, իրանք խոստովանում են։ Այ այդ հայդատական մոտեցումները հովերով տարված լինելը։ Դա կարծում եմ իրենց ամենամեծ մեղավորություններ ու իրանք էլ հենց խոստովանում են, որ դա իրանց համար խնդիր է։ Այսինքն այդ իրանց խնդիրները հենց իրանք էլ խոստովանում են։ Դա են ասել են, հա, բայց ինձ համար դա շատ ընդունելի է, երբ որ քաղաքական ուժը առավել եւս երբ որ նա իշխանության է եղել կամ իշխանության մեջ է, այդքան ուժ է ունենում, որ կարողանա խոստովանի իր սխալները։ Բացի այդ հայդատականությունից եւս երկու սխալ կարող եք նշել։ Կոնկրետ քայլեր, որ արվել են, ոչ միայն գաղափարական են, Օրինակ, եթե իմ տեսանկյունից է, ես հարցին նայեմ, իշխանության գալուց հետո օրինակ բավականին տենց ձախական բան կար, հարում կար, հա, ձախականությանը, այդ նույն անիվը, մյուսը այդ ինչ էր, այդ ձախականության արդյունքներ, հա, ստեղծենք մի հատ բան, պետությունը ինքը կարողանա այդ կապերը հաստատի եւ այլն։ Ես տենց երթևյալ աչական եմ, իմ համար օրինակ այդ պետության կապիտալիստական, հա, այդ մոտեցումների։ Հա, այդ ձախականությունը, հա, այդ պետության բիզնեսի մեջ մտնելը, ինչ որ բաներ կազմակերպչական ազդեցությունը մեծացնելը եւ բանը, ես համարում եմ, որ դա սխալ է, մենք փոքր ու աղքատ երկիր ենք, որպեսզի մեզ թույլ տանք տենց ինչ որ սոցիալական ու այդ տիպի բաների մեջ մտնենք, մեր մոտ բիզնեսը պիտի լինի, հա, աչականությունը պիտի լինի գերիշխողը ու երբ որ մենք հիմա նայում ենք մեր ամենապատրաստված, ամենաունակ, ամենակոմպետենտ հատվածը դա մասնավոր սեկտորն է։ Այսինքն ցանկացած հարցում դու նայում ես, ասենք, մասնավոր մեծոտը, հա, կամպանիաների մենեջմենթը ու նայում ես, ասենք, պետական համակարգի մենեջմենթը, համեմատելու բան չի։ Դա ինչ է հուշում։ Դա հուշում է այն, որ պիտի փորձել որքան հնարավոր է շատ գործառույթներ պատվիրակել մասնավորին, որտեղ ինքը այդ գործը ավելի լավ է անում, քան թե պետական համակարգը։ Օրինակ ես կարծում եմ դա այդ 18-ից հետո բավականին տենց այդ կողմ բան կար, էլի շարժ կար դեպի այդ ցախական թևը։ Հիմա նահանջ նկատում եք։ Հիմա հա որոշակի նահանջ կա ու էլի իրանք դա խոստովանել են մի քանի անգամ, որ մտածել, որ այ ինչ որ կորպորացիաներ կստեղծենք պետական, որը սա կանի, նա կանի, կյանքը ցույց տվեց, որ չի աշխատում։ Մեր դեպքում դա չի աշխատում։ Իսկ երրորդ կետը, բայց ես հիմա չեմ կարա տենց կոնկրետ պոպուլիզմին ինչպես եք վերաբերում, չարաշահել են այդ տարիներին։ Դե այդ ամեն ինչն էլ էլի այդ համակարգի մասն էր, հա, այդ հայդատական, այդ ոչ մի թիզական, հենց այդ նույնն այդ սոցիալական հարուստներից վերցնենք, այս այդ վիճակը կար, գիտեք, հիշում եք Աուրան ատմոսֆերա։ Այդ էլ է, հա, այդ ձախականության բաներից մեկը, հա, կուլակաթափ անենք, էս անենք, այդ բոլորը մի տենց զամբյուղի մեջ է, հա, կարելի է դիտարկել։ Շատ լավ, այսպեսի հարց կա, այսպես օդում կախված, զիջումները տեղ ունեն եւ սահման։ Դուք ունեք ձեր կարմիր գծերը։ Կոնկրետ այդ զիջումների հարցերն, որ սրան պատրաստ չեք, որպես հայ մարդ, որպես քաղաքացի Հայաստանի Հանրապետություն։ Գիտեք, առհասարակ այդ կարմիր գծերը աշխարհակաղակական իրավիճակից են կախված լինում։ Այդ գծերը փոփոխական են։ Այս պահին, եթե ասեք, հենց այս պահի համար կարմիր գիծը որն է, այս իրականության մեջ։ Իմ համար օրինակ այդ ադրբեջանցիների վերադարձի թեման է, հա, այդ ադրբեջանցիների վերադարձի թեման է, թեկուզ փոխադարձության սկզբունքով։ Ես օրինակ համաձայն չեմ, որ այ արցախցիները թող վերադառնան, նրանք էլ գան Հայաստան, հա, այդտեղ մարդիկ։ Բայց առաջարկող էլ չկա, որ արցախցիները թող վերադառնան, էլի, եկեք դա։ Ես չգիտեմ, կարող է ինչ-որ պահի առաջարկող լինի դա, բայց իմ համար դա օրինակ ընդունելի չի։ Ճիշտ այստեղ մարդիկ կարող ասեն, բանը պետք չի համեմատել արցախցիների կարգավիճակը Հայաստանից գնացած ադրբեջանցիների կարգավիճակին դա, բայց արդեն ուրիշ հարց է։ Օրինակ դա իմ համար այս պահի իրականության մեջ այդ փոխանակումը կամ այդ փոխադարձությունը կարմիր գիծ է։ Թե ինչ կլինի վաղը, ինչ կարմիր գծեր կհայտնվեն կամ ինչ կլինի աշխարհակաղակական իրողությունների փոփոխման հետևանքով, հիմա դժվար է կանխագուշակել։ Քանի որ Եվ կներես
պետականության պահպանումը անշուշտ։ Այո։ Հետաքրքիր է, կարող է Ռուսաստանը անել Հայաստանի հետ այն, ինչ արեց Ուկրաինայում, որտեղ Ռուսաստանից բազմիցս եղել են, այսպես տողատակերով թեկուզ, բայց երբեմն ոչ տողատակերով, հա, բացահայտ այդ սպառնալիքները հնչել են, որ սպասվում է Ուկրաինայի ճակատագիրը մենք Հայաստանը, հիշում եք իհարկե այդպես քաղցր բառերով, հա, տրամադրությամբ, որ մենք չենք շատ ենք սիրում Հայաստանը, չենք ցանկանում, որ այնտեղ լինի այն, ինչ կատարվեց Ուկրաինայում եւ այլն, Ռուսաստանը ընդունակ է այդ ամենը։ Ամեն ինչ էլ հնարավոր է, նույնիսկ աշխարհում ենք ապրում, որ ինչը հնարավոր չի։ Այո, դուք Ռուսաստանից սպասում եք այդպես։ Սպասելը ո՞րն է, բոլորից էլ կարելի է սպասել։ Չգիտեմ, Ադրբեջանից է կարելի է սպասել, Թուրքիայից էլ, Իրանից էլ, Իսրայելից էլ, այդտեղ ոչ մեկ հրեշտակ չի, հա։ Այստեղ հարցն է նա դու ինչեր ես անում այդ դրանից խուսափելու համար։ Այսինքն ինչ որ ակնհայտ թշնամական բան անում ես, կարելի ասել օթից վերցրած։ Բայց ուրիշ պետություններ չեն, Թուրքիան էլ օրինակ չի ասում, չգիտեմ, անելու եմ այն ինչ որ Սիրիայում արեցի եւ այլն, էլի։ Չեն ասում, բայց կարող է լուր անեն։ Ուզում ասեմ, ոչ ոք հրեշտակ չի։ Պիտի դա հասկանալ ու ոչ թե պիտի հույս դնել նրա վրա, որ ինչ որ մեկը բարի է, ինչ որ մեկը չար, այլ պիտի այդ ռիսկերը նվազեցնել անընդհատ ամեն օրվա ռեժիմով, բալանսավորել ու ռիսկերը պակասացնել։ Էսա։ Եվ խոսել եք, որ Ռոբերտ Քոչարյանը ընտրություններին, այսպես ասած, ընդառաջ վերանայել է իր խոսույթը, հա, կարծեք թե տարմոտական, ռադիկալ, հայդատական եւ այլն խոսույթից, կարծեք թե, հա, հրաժարվում է։ Ինձ շատ հետաքրքիր է, հնարավոր է եւ խոսել եք, որ ավելի մոտենում է ընտրություններին ընդառաջ Լևոն Տեր-Պետրոսյանի, ՀԱԿ-ի եւ այլն, հա, այդ շրջանակի։ Նույնի հարցազրույցում այդպես եղել է, բայց որ ընդհանուր նայում ենք վերջին շրջանում, բայց կարծեք թե զգացվում է, նույն կոնկրետ Քոչարյանի մասն եմ խոսում, ոչ թե թիմի, էլի, այսպես ասած կարծեք թե իրեն տարանջատում է։ Հնարավոր է իդեպ առաջին եւ երկրորդ նախագահների այսպես տանդեմ լինի ընտրություններին բացառում եք հետաքրքիր ձեր տեսակետը։ Ճիշտ ասած չգիտեմ, չեմ կարող տենց ասեմ։ Հա, ինչ որ գաղափարական ընդհանրություն գիծ, հա, ասենց ասած հատկապես Ռուսաստանի հետ հարաբերությունների մասով դա զգացվում, հա։ Բայց դժվարանամ ես այդ հարցին պատասխանեմ չեմ կարող ասում, չգիտեմ, ասենց ուղիղ ասեմ։ Օրերս նաև առաջին նախագահն էր հայտարարություն տարածել Ռուսաստանի ներկայությունը անվանելով այստեղ տարածաշրջանում հույժ անհրաժեշտություն եւ նաև խոսել էր Զանգեզուրի հանգույցի մասին էր այլ հայտարարությամբ իհարկե խոսել Ռուսաստանի անվանել հուսալի բարեկամ, հետաքրքիր ինչպես եք վերաբերվում, կիսում եք իր տեսակետը։ Ես ճիշտն ասած կուզեի, որ մենք այդ մարդուն հանգիստ թողենք, էլի հանրությանը նկատի ունեմ, էլի դի հասկանալ, որ ինչ որ պահից սկսած պետք է մարդուն հանգիստ թողել, ես չեմ կարծում այս պահին անձամբ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Տեսակետի մասին է խոսքը, այստեղ իր անձին չենք խոսում, մենք այդ տեսակետը Ռուսաստանը տեսակետը հենց այդ նկատի ունեմ, որ ավելի լավ է ինչ որ պահից պիտի մարդկանց հանգիստ թողել, հասկանալով, որ այս պահին այդ ազդեցությունը կամ այդ քաղաքական գործունեությունը այդ մարդը չի ծավալում, որ դրան վերաբերվենք որպես հա քաղաքական բանի պետք է հանգիստ թողել ես ամենայն դեպս տենց եմ կարծում շատ լավ այսօր Սամվել Կարապետյանի դերը քաղաքական դաշտում ո՞րն է գիտեք Սամվել Կարապետյանի մասով իմ համար կա այսպիսի սկզբունք մարդ ով երրորդ երկրում ունի այնպիսի կապիտալ կամ ամեն դեպքում երրորդ երկիրը քաղաքական գործչի վրա ունի հստակ եւ ուղիղ ազդեցություն այդ մարդը չի կարող հավակնել ու կապ չունի դա մարիոնետի միջոցով թե ուղիղ չի կարող հավակնել Հայաստանում իշխանություն ունենալու ու դա ֆիքսված է սահմանադրությունում մեր սահմանադրությունը ֆիքսված է որ մարդը չի կարող ունենալ այլ երկրի քաղաքացիություն դա հո տենց բարի ցանկություն չի կամ ինչ որ պրոստը պտիչկա չի որ այդտեղ դրել ենք դա հստակ իմաստ ունի որպեսի Հայաստանի ղեկավարը ոչ մի դեպքում կաշկանդված չլինի որևէ այլ երկրի ազդեցությամբ հիմա այս մարդը կոնկրետ այլ երկրի քաղաքացիություն ունի եւ երրորդ երկիրը մեծապես ազդում է իր գործունեության վրա Հիմա ինչ ենք առաջարկում մենք սահմանադրությունը շրջանցենք ինչ որ ձևով մի մարիոնետկա դնենք որին ինքը կսկսի կառավարել ու ասել թե ոնց պիտի Հայաստանը առաջնորդվի այն երրորդ երկիրն էլ իր մարիոնետկային հա կամ այն մարդուն ում վրա ինքը ազդեցություն ունենա
սկսի ազդեցություն ունենալ։ Այսինքն մենք եթե խոսում ենք Սամվել Կարապետյանի մասին, ուրեմն խոսում ենք սահմանադրությունը խախտելու մասին։ Այդ մարդը չի կարա հավակնի Հայաստանում որոշելու քաղաքականություն։ Մարիոնետի միջոցով, թե առանց, բայց չի կարա։ Իմ համար մոտեցումն ու սկզբունքը էս է։ Եվ փորձագիտական հանրույթի կողմից մի այսպիսի տեսակետ է առաջ մղվում, որ Հայաստանին կոնկրետ արևմուտքի կողմից պարտադրվում է այսպես առանց դաշնակցյա արտաբլոկային պետության կարգավիճակ, որն է ձեր վերաբերմունքը, դրան դուք համաձայն եք այդ ստատուսին, որ Հայաստանը այսինքն պետք է ըստ էության դուրս գա հապկից, ռուսական ներկայության հարցն է այստեղ հարցականի տակ դրվում, նկատի ունեմ բազայի տեսքով։ Ես վստահ չեմ, որ այդպիսի ուղղորդումներ կան, հա, Հայաստանի, որ սա պիտի անեք, նա պիտի անեք։ Ես կարծում եմ, որ Հարավային Կովկասի 3 երկրներից էլ այս պահին, այս իրավիճակի մեջ, այս իրադրության մեջ, այդ մեծ գերտերությունները չեզոքություն ու բալանսավորում են սպասում։ Բոլորն է հասկանում են, որ չի կարա Ռուսաստանի ազդեցությունը դառնա 0, դա հղիա պրոբլեմներով, ոնց որ եղավ Ուկրաինայի դեպքում։ Եվ ոչ էլ կարա ոնց եղավ Սիրիայի դեպքում, եկեք դա էլ ընդունենք։ Դե Սիրիայի վրա Ռուսաստանի ազդեցությունը ինչ որ է սովետական տարածքում, հա, բայց ոչ էլ կարա լինի 90%։ Այսինքն սպասելիքը մեր տարածաշրջանի երկրներից այդ բալանսավորումն է։ Ու դա վերաբերում է բոլորին, թե Ռուսաստանին, թե Արևմուտքին, թե Չինաստանին։ Իհարկե բոլորն է կուզեն, որ ինչ որ պահի իրանք լինեն, հա, այդ ասենց ասած մեծ փայատերը։ Դե բայց չի ստացվի, էլի դա խնդիրներ կարա առաջացնի։ Շատ լավ, հիմա խոսում եմ, որ Ադրբեջանին այսպես այսօր զինում են շատ ակտիվ Իրանի եւ Ռուսաստանի դեմ եւ հետաքրքիր է համամիտ եք այդ մտադրություններին, որ եթե մենք, քանի որ հիմա առկա է բավական լարվածություն Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններում, մենք տեսնում ենք նույն այդ Սփյուռքի հետ կապված եւ այլն ինքնաթիռից սկսած, այսինքն դեռևս խոցումից հետաքրքիր է ձեր վերաբերմունքը դրան, ասում ենք, քանի որ հիմա լարվել են Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները, մենք Հայաստանը պետք է օգտվի դրանից եւ Ռուսաստանի հետ լավացնելով, հա, այսպես հարաբերությունները բարելավելով, փորձի Արցախի հետ բերել, որտեղ միայն Ռուսաստանն է, որ Հայաստանին կոժանդակի Արցախի վերադարձի հարցում։ Խնդրեմ։ Դե այդ ճանապարհով մի քանի անգամ արդեն անցել ենք, էլի, հիմա նորից բոլոր կարտերը տանք Ռուսաստանի ձեռը ու ասենք խաղա եւս մի 10 տարի, եթե հնարավոր է դա էլի իհարկե, եւս մի 10 տարի ինչ որ մի բան լինի, հետո նորից այսինքն անընդհատ այդ բոքսի տանձիկի կարգավիճակում լինել, չեմ կարծում, ու Ադրբեջանն էլ, ես չեմ կարծում, որ Ադրբեջանը այդքան միամիտ է, որ մտնի մի խաղի մեջ, որտեղ ինքը պիտի կոնֆրոնտացիայի մեջ լինի Ռուսաստանի կամ Իրանի հետ։ Ես դրա հավանականությունը անկեղծած չեմ տեսնում, բայց տեսնում եմ, որ Ադրբեջանը փորձում է օգտվել իրավիճակից եւ իր կշիռը այդ հարաբերությունների մեջ բարձրացնել ավելի բարձր մակարդակի, ինչպես նաև տարածաշրջանում իր ազդեցությունը ավելի մեծացնի, ու որը որ բնական է, բոլորն էլ ձգտում են դրան։ Մենք էլ ունենանք այդ հնարավորությունը, դա էլ կանենք։ Մենք էլ ենք ըստ էության մեր հերթին փորձում, ինչ որ մեր կշիռը բարձրացնենք, այս մի պետության մոտ, այն մի պետության մոտ, քաղաքականության սկզբունքներից է, պիտի դրան բան մոտենալ, էլի, այտենց փիլիսոփայորեն մոտենալ, որ իսկ ինչու պիտի չանի։ Իսկ Նիկոլ Փաշինյանը ընդունում է իր սեփական պատասխանատվությունը ըստ այսօր հետևելով իր խոսույթին եւ այլն, իր կատարած սխալների համար նկատի ունեմ։ Գիտեք, որտեղ դա քաղաքական գործչի համար շատ կարևոր բան է, առավել եւս պետական գործչի համար։ Այդ մասին ճիշտ է խոսացինք։ Նիկոլ Փաշինյանը հաճախ է երբեմն իր ասածները փոխում, հա, ոչ թե հերքում, այլ փոփոխության է ենթարկում, հա, իր ասածները, բայց երբ որ պիտի նայենք արած գործողություններին, հա, համենայն դեպս մենք տեսնում ենք, որ այս քաղաքական ուժը ինչի ազդեցության հետևանքով ուզում է լինի, հա, ծեծ ուտելու, թե մյուսի, թե ինչ որ քաղաքական հասունության եւ այլն, այս քաղաքական ուժը ворթեգրել է այդ հայդատականությունից անցում կատարելու, այսպես ասած, խաղաղության օրակարգի փիլիսոփայությունը, որը ըստ էության նշանակում է հարևանների հետ 0 պրոբլեմ, ասենց այդ ճիշտ է, Էրդողանական ինչ որ եզրույթ էր այդ ձևակերպումը, բայց դա կարա նաև մեր նման պետություններին վերաբերել, որ հարևանների հետ պրոբլեմ չունենանք։ Ինձ թվում է դա ողջունելի է եւ նաև ինչ որ
պատասխանատվության բաժին ունի իր մեջ, հա, այ մենք այս գաղափարախոսության կրողն էինք, որ սենց աղետներ բերեց, ինչքան ուզում է ընդդիմադիրները դա փորձեն ձևակերպեն, որ այ անձն էր մեղավոր, ոչ թե գաղափարախոսությունը, ես կարծում եմ, որ խնդիրը գաղափարախոսության մեջ էր։ Այսինքն այդ գաղափարախոսությունը ի վերջո հանգեցնելու էր այս աղետին։ Այդ գաղափարախոսության կրողները այդ պահին ով էլ լիներ, այդ մի քիչ էս կողմ պլյուսով, մինուսով, բայց այդտեղ էր տանելու։ Այստեղ գաղափարախոսությունից հրաժարվելու հարց է, ոչ թե անձերից հրաժարվելու հարց։ Հիմա եթե նորից վերցնենք, էլի հետ ծալենք երկիրը դեպի այդ գաղափարական կացայի մեջ, էլի վտանգը մեծ է, որ կհանգենք ինչ որ նմանատիպ մի աղետի։ Շատ բարի, քանի որ ժամանակն էլ սահմանափակ է, ասեմ, որ մենք արդեն գտնվում ենք բլից ռեժիմում եւ կան ձեզ համար պատրաստած նաեւ բլից հարցեր, քանի որ դուք արձակագիր եք։ Հենց ուզում եմ հասկանալ, հետևում եք գրականության ոլորտում, այսպես միտումներին, հա, ինչպեսի փոփոխություններ են կատարում երիտասարդ գրողներին, արդյոք հետևում եք, ունեք սիրելի հեղինակներ։ Ինչպեսին այսօր գրականության վիճակը Հայաստանում է։ Երիտասարդ ժամանակակից գրողներից վերջի կարդացած գիրքը Աննա Դավթյանի Խաննան էր, երևի հավանել եմ այդ գիրքը։ Իսկ ընդհանուր միտումների մասին, որ ասեմ, շատ եմ հասցնում ամեն ինչ կարդալ, չէ երևի, չեմ հասցնում այդքանը կարդալ, ինչքանով որ հնարավոր է լինում։ Ինձ թվում է շատ դեպքերում Իսկ ինչ ոճագեր իշխում երիտասարդների մոտ որ հանդիպել եք, ասենք։ Ինձ թվում է շատ հարցերում այդ գրականության այդ քաղաքական մասի հետ, հա, քաղաքական բաղադրիչի հետ խնդիր կա։ Շատ դեպքերում երևի թե համարձակություն չի հերիքում այդ թեմաների մեջ մտնելու, ես տենց եմ կարծում, կամ բավարար հմտություն չի հերիքում այդ թեմաների մեջ խորասուզվելու։ Իսկն վсё-таки քաղաքականությունը ու գրականությունը քաղաքականությունը իրար փոխկապակցված բաներ են ու այդ քաղաքական բաղադրիչը գրականության մեջ չի կարա դեր չունենա։ Ես տենց եմ համենայն դեպս կես ձևավորված կարծիք կա, հա, իմ մոտ, իմ կարդացածներից ելնելով, որ այդտեղ թերացում կա, այդքան շատ քաղաքական չի մեր գրականությունը հիմա։ Մեկ գործ, որ կառաջարկեք մեր լսարանին կարդալ գիրք կոնկրետ։ Կարող եք դեպի ձեր գրքերից էլ առաջարկել։ Չէ, իմ գրքերից պետք չի կարդալ, ոչ թե պետք չի կարդալ, այլ չարժի որ ես իմ գրքերից խորհուրդ տալ, ժամանակակիցների մասին է խոսքը, հա։ Կարող եք ցանկացած շրջանի, չէ, կարող եք 70-ականներից խորհուրդ տալ, շատ է գնալ։ Երկիրն այրին արժի որ կարդան բոլորը։ Երաժշտության մեջ սիրելի գործ։ Իմ երաժշտական ճաշակն էլ է այդպես բավականին փոփոխական էլի, ժամանակ ռոք է ավելի շատ լսում, հիմա տենց երևի թե ավելի տենց ինչ որ ավելի մի քիչ թե հանգիստ է, ոճերի եմ դեպի այդ կողմ շեղվով։ Այս վերջի շրջանում մի տենց արաբի երաժիշտ կա Մալուֆը, իրան եմ շատ լսում։ Տենց կարամ պատասխանել, այն ինչ որ հիմա շատ եմ լսում, հա։ Շատ բարի, ձեզ ռոմանտիկ մարդ համարում եք։ Դե գրողները ինձ թվում է առասարակ, չէ՞, մշակույթի արվեստի մարդն է, այդ ռոմանտիզմը բան է։ Ինձ թվում է ես ավելի շատ պրագմատիկ եմ։ Հա, հարցերի մեջ էլի, հա։ Վախենում եմ ինչից։ Առնետներից։ Ափսոսում եմ ինչի համար։ Հա, ես ունեմ շատ մեծ ափսոսանք, որ ժամանակին, թեկուզ իմ քաշը չի հերիք է կամ համարձակությունը չի հերիք է, որ ես ավելի շատ ու ավելի բարձր խոսամ խաղաղության օրակարգի մասին։ Ես ամեն օր այդ ափսոսանքը ունեմ, որ ես, իմ սերունդը, իմ շրջապատող մարդիկ, նրանք, ովքեր այսօր գիտակցում են այդ խաղաղության կարևորությունը, ժամանակին այդքան համարձակություն ու ժամանակին էլ են դա նկատել ու արժևորել, այդքան համարձակություն ու քաշ չեն ունեցել այդ մասին շատ ավելի բարձրաձայն խոսալու։ Ես այդտեղ ափսոսանք ունեմ։ Չեմ ների երբեք։ Չգիտեմ։ Չկա այդպեսի բան։ Տենց հիմա այս բան մտքից չի գա, էլի որ տենց ինչ որ համապատրաստից ինչ որ բան ասեմ։ Մեկ երևույթ, որ կցանկանայիք վերացնել աշխարհից։ Մեկ երևույթ, որ կփորձենք վերացնել։ Չգիտեմ, իսկ դա բոլոր երևույթներն էլ ինչ որ
իրանց բանն ունեն, հա, սկզբունքն ունեն կամ իրանց կարևորությունն ունեն, ինչ որ մի բանի արդյունք են։ Հիմա այդ մի բանը վերացնելը կնշանակի վերացնել նաև այն մնացած ամեն ինչը, որոնք ծնել են դա, որ իր հերթին կնպաստի ուժ, այսինքն դա համակարգ է, հա, աշխարհը, մի բան վերացնելը այն թիթերի թևի սկզբունքով, հա, թևի բաբախյունի սկզբունքով, ինչ որ մի ուրիշ տեղ ինչ որ բաներ է վերացնելու, ես ին վրա այդ պատասխանատվությունը չեմ ստանձնի վերացնելու մի բան, որը չգիտեմ թե իր հերթին ինչ էր վերացնելու։ Ժամանակն ամոքելու հատկություն ունի, որպես երևի թե հա։ Լավ կլինի որ ունենա ամեն դեպքում։ Պատմական ինչ հերոսի հետ ձեզ կհամեմատեիք պատմական շրջանում, այսպես էլի ձեր կենսագրությունը, եթե այսպես նայեք։ Հա, ես ինձ չէի համեմատի, բայց մի անգամ ինձ հարց էին տվել թե այ այդ պատմական կերպարներից ում հետ կուզեիք տենց հանդիպել, ինչ որ խոսալ բանման, ես ասել էի Լևոն Տեր-Պետրոսյանի ու հիմա էլ եմ ասում։ Պարզապես կուզեի հանդիպեի խոսայի, անկախ մնացած ամեն ինչից։ Ձեր ամենամեծ սկզբունքը խաղաղությունից խոսելը։ Մարդու հետ զրույցը չեմ շարունակի, երբ ես կարծում առհասարակ խոսակցություն ունենալու ծավալելու համար գոնե հասկացությունների շուրջ, հա, հիմնարար հասկացությունների շուրջ կոնսենսուս է պետք, հա, ոչ թե համախոհ, գոնե անհամաձայնություն է պետք, որ էսի սենց է, այսինքն ինչ որ մի կոնսենսուս գոնե հասկացությունների միջև պետք է, այլապես զրույց պարզապես հնարավոր չի։ Մրցակիցներ այսօր ունեք կոնկրետ ձեր դաշտի մեջ էլի, քանի որ դուք նաև արձակագիր եք համարում եք, թե համամրցակցությունը այտենց արատավոր երևույթ է համարում։ Չգիտեմ գրականության մեջ մրցակցություն ասածը ինչով, որտեվ ամեն մեկը ինչ ինքն իր մրցակիցն է, չէ, ոչ թե ինքն իր մրցակիցն է, այլ այտենց բիզնես չի էլի գրականությունը, որ դու այ փորձես շուկայի ինչ որ մի ավելի մեծ ծավալ փախցնել քո բարեկեցությունը կամ բանը բարելավելու համար։ Տեղից էլ առանձնապես նենց չի էլի որ մեծ շատ տենց ոլորտը բան չի մեծ բոլորը գիրք են գրում, ես շատ ուրախանում եմ որ ինչ որ մի նոր գիրք է լույս տեսնում հայալեզու, որովհետև դա, հա, մենք ասում ենք ինքնություն եւ այլն, այդ հայերենն էլ մեր ինքնության մասն է, ես շատ ուրախանում եմ որ հայալեզու, հայերենով, հայ գրողի գիրք է լույս տեսնում, մրցակցության ոչ մի բան չկա։ Մասնագիտական դաշտում ձեզ ռեալիզացված համարում եք այսօր։ Ես կարծում եմ, այո, հա։ Դու ասեմ իմ մասնագիտական բանը, որ մարդկանց համար հանելուկ չմնա, այլ այդ մասնագիտական ասելն ինչա, ես մուլտիպլիկացիայով եմ զբաղվում, հա, ռեժիսուրայով, մի խոսքով անիմացիա եւ մուլտիպլիկացիոն ստեղծագործություններում, ինձ թվում է ես հա ինձ բավականին շատ հասցրել եմ ռեալիզացնել այդ ոլորտում։ Հոբբի արշավելը, ֆուտբոլ նայելը, սովորական ստանդարտ էլի։ Հայ տղամարդու։ Որն է ձեր ուժեղ կողմը եւ ձեր թույլ կողմը։ Մեկ կարող եք ասել տենց շուտ։ Խոսալը եւ էլի խոսալը, երկու դեպքում էլ խոսալը։ Ուշանալու սովորությունն եք եւ արդյոք ինչպես եք վերաբերում ուշացողներին։ Ուշանալուսը։ Մի տենց ֆրանսիական ֆիլմ կա 99 ֆրանկ, հա, տենց է կոչվում, տենց ստեղծագործող մարդկանց մասին է, ովքեր որ տենց գովազդային ինչ որ բաներ են, հա, ստեղծում, ասես կրեատիվչիկներ են, հա, որոնք գովազդներ են ստեղծում, ու ինչ որ մի տենց մեծ կորպորացիայի համար գովազդ են պատվիրել, իրանք պետք է գնան հանդիպման ու տենց լավ ուշացած, հա, մի ժամ ուշացմամբ տենց մի կերպ գնում են այդ դուռը պետք է բացեն, այս գլխավոր հերոսի ընկերը, այնք երկուսով են, ասում են, բայց սենց ոնց կլինի, սենց ուշացած գնում ենք, ասում են, եթե մենք ժամանակին գնանք, այդ մարդը կհասկանա, որ մենք ստեղծագործող չենք, ստեղծագործող մարդը պիտի ուշանա։ Այդ բանին դուրս շատ է եկել այդ ձևակերպումը, հա, որ ստեղծագործող մարդը նորմալ է, որ ուշանա։ Իսկ ով է ձեր վրա ամենաշատ ազդեցություն թողած մարդը։ Մասնագիտական ճանապարհի նկատի ունի։ Դա քաղաքականն ասեմ, Տեր-Պետրոսյանը, ինձ թվում է, sense մի արտահայտություն եմ, հա, այս վերջերս անում լավ քաղաքական գործիչ լինելու համար մարդ իր կարիերայի ընթացքում ինչ որ մի ժամանակ պարտադիր է որ տարված լինի այդ գաղափարներով, հա, Տեր-Պետրոսյանի։ Դա շատ կարևոր է, բայց միևնույն ժամանակ էլ հիմա ավելացնում եմ, որ
բայց լավ քաղաքական գործիչ լինելու համար պիտի դրանից նաև կարողանաս դուրս գաս։ Եթե տեղ մնացիր, էդի լավ տեղ չի տանելու էլի։ Երիտասարդ ընկերներ ունեք եւ այսօր երիտասարդության հետ շփումը եւ հետաքրքիր նաեւ արդյոք համեմատականներ անցկացնում եք ձեր երիտասարդական այդ շրջանի հետ շատ են տարբերվում իրար կա այդ անջրպետը այսօր սերունդների մեջ։ Ես մի այնպեսի ոլորտում եմ, հա, այդ համակարգչային գրաֆիկայի եւ այլն, որտեղ հիմնականում երիտասարդ տարիքի, հա, երևի կարելի է ամենաավակները մենք ենք, հա, որ ինչ որ այդ համակարգիչներն եղավ, սկսեցին դրա վրա ինչ որ անիմացիաներ անել եւ այլն եւ այլն։ Այսինքն ես մի ոլորտում եմ, որտեղ ոլորտով զբաղվողների մեծամասնությունը երիտասարդներ են, այսինքն ավակ սերունդ շատ քիչ կան, հա։ Ուստի այտենց այդ երիտասարդների հետ շփումը ու ընկերությունը իմ կյանքում ավելի շատ մեծ տեղ է զբաղացնում, քան ինձ ավելի ավակ սերնդի հետ, ու իմ մոտ դա նույնիսկ հակառակն է, հա, ես ավելի հիմա ոնց որ ձգտում եմ նաև ավակ սերնդից ավելի շատ մարդկանց հետ շփում ունենամ, որովհետև բալանս որպեսզի կարողանամ հա ապահովել այդ երիտասարդների ու ավելի ավակ սերնդի միջև։ Իսկ տարբերությունը սերունդների մտածողության այդ անջրպետը ձեզ երբ հիշում եք, ասենք երիտասարդ տարիքում։ Հիմա բոլոր սերունդներն բողոքում են, որ իրանցից հետո եկող սերունդը ավելի ու ավելի վատն է։ Չի ստացվում, հա։ Բայց ինձ չի թվում, թե այդպես է։ Ինձ թվում է առավելություններն են ուղղակի տարբեր։ Հիմիկվա, ասենք 20 տարեկանին, որ նայում եմ, հա, տենց պայմանական ասած, տենց 20 տարեկանին երևի ես 30 տարեկանում նոր ունեի այդքան աշխարհայացք կամ հմտություններ կամ ինչ որ բաներ, ինչ որ հիմա ունեն 20 տարեկանում։ Այս ավելի փոքր սերունդը երևի ավելի շատ, հա, իրանք կարող է, չգիտեմ, 10 տարեկանում ավելի շատ բաներ, ավելի շատ բան տեսած լինեն, քան մի 50 տարի առաջվա 30 տարեկանը, էլի։ Ինչ կարող է ձեզ հունից անել եւ հաճախ են արձանագրվում նման միջադեպս։ Չեմ կարող այտենց պատասխանել, բայց դու ես էլի սովորական մարդ եմ, հունից դուրս եմ գալիս ինչ որ բաներից։ Դժվար այտենց ինչ որ կոնկրետ բաներ կարողանամ ասեմ, որ այսպես բանը ինձ հաստատ նյարդայնացնում է կամ, բայց սովորական մարդ եմ ինձ էլ կարելի է հունից անել էլի։ Շատ լավ, շնորհակալություն Հայկ ջան։ Շնորհակալ։ Իմ հյուրն էր արձակագիր Հայկ Հովյանը։ Շնորհակալություն, կհանդիպենք։